Անդրադառնալու ենք ֆանտաստիկ ֆենոմենալ հեղինակի Անդերսենի հեքիաթներին։ Հեքիաթների միջոցով երեխաները ծանոթանում են հրաշքներին, ծանոթանում են շատ կարևոր մարդկային արժեքների։ Առաջին հայացքից նույնիսկ այն հեքիաթները, որ կարող ես ասել մի փոքր դժվար է երեխայի համար եւ այլն, այդտեղ հոգին է փոխանցվում երեխեքին։ Միևնույն հեքիաթը կամ առհասարակ պատմվածքը շատ դեպքերում վերընթերցելուց մենք լրիվ նոր աշխարհ ենք մեզ համար բացահայտում։ Ջրահարսը շատ վատ ավարտ ունի, որովհետեւ նա վերածվեց փրփուրի եւ այլն։ Իսկ Անդերսենը գալիս է հակառակը ապացուցելու այդ։ Անճոռնի ճուտիկը լավագույն օրինակներից մեկն է, թե ինչպես կարելի է օրինակ երեխային բացատրել, որ եթե շրջապատում ինչ որ ձևով չեն ընդունում իր արտաքինը կամ իր անձնային որակները, դա դեռ չի նշանակում, որ ինքը որևէ թերի բան ունի։ Արդյոք կան հեքիաթներ, որոնք պետք չէ առնվազն երեխաների համար կարդալ։ Օրինակ գրիմ եղբայրները ունեն շատ հեքիաթներ, որոնք ըստ իս նաև մասնագիտական տեսանկյունից նախատեսված չեն երեխաների համար։ Ինչու կարդալ Անդերսենի հեքիաթները։ Այդ հոգին, որը Անդերսենը դրել է այդ հեքիաթների մեջ, զգալ գոնե այսօրվա աշխարհում։